Բարև ձեզ։ Այս դասին մենք կշարունակենք մեր Photoshop-ի template-ի պատկերի ուսումնասիրումը եւ կփորձենք այն հավաքել HTML-ում։ Մինչ HTML-ին անդրադառնալը կծանոթանանք որոշակի ստայլների հետ, որոնք մեզ պետք են գալու HTML-ը եւ CSS-ը կառուցելու համար։ Տեսնում եք, մեր template-ի վրա կան առանձին կտորներ, որոնք գտնվում են իրար կողք կողքի։ Իմ առանձնացած նկարների վրա դրանք ավելի ակներև են երևում։ Մեկ անգամ եւս ուսումնասիրենք տվյալ նկարները, օրինակ content-ի պարունակությունը։ Ես ձախ հատվածը նշել էի պայմանականորեն bar անվանումով, երկրորդ աջ կողքի հատվածը main content։ Մենք HTML-ում երկու էլեմենտ իրար կողքին պատկերելու համար փորձել ենք օրինակ օգտվել inline block էլեմենտներից։ Նախ պատրաստենք մեր ֆոլդերը աշխատանքի համար։ Ես կրկնօրինակեմ lesson 8 նրա մեջ բացեմ index.html-ը եւ համապատասխանաբար style.get CSS-ը HTML-ի մեջ ներառեմ երկու նոր էլեմենտ համապատասխանաբար նրանց կլասները տալով first եւ second նրանց տամ բարձրություն, երկարություն եւ գույն որպեսզի օրինակի վրա ավելի լավ պատկերացնենք թե ինչ է կատարում տվյալ style-ը Առաջի div-ին տամ width 400 պիքսել բարձրություն 300 պիքսել եւ գույն ենթադրենք կանաչ երկրորդ էլեմենտին նրանից տարբերվող գույն նշեմ կարմիր բացենք մեր index ֆայլը բրաուզերում ահա քանի որ երկուսն էլ div էլեմենտներ են block տիպի էլեմենտներ նրանք կգտնվեն մեկը մյուսի ներքևում եւ թույլ չի տա առաջի div-ը երկրորդ div-ը գտնվի իր կողքին որպեսզի այդ խնդիրը կարողանանք լուծել CSS-ում ես կարող եմ հաղորդել վերջիններիս float style-ը ահա որպես արժեք փոխանցեմ դերևս left եւ մի փոքր ավելի մանրամասն խոսանք տվյալ արժեքների մասին նախ float թարգմանաբար լողացող կոչվող տվյալ style-ը ուղղակի հաղորդում է բրաուզերին որ տվյալ էլեմենտը լողացող էլեմենտ է եւ դրա շնորհիվ երկու էլեմենտները կարող են հայտնվել մեկը մյուսի կողքին ինչպես որ տեսնում եք հիմա բրաուզերում Եթե ես պայեմ div-ի վրա կտեսնեմ նրա բարձրությունը, նույն երկարությունը, նույնն էլ երկրորդի պարագայում Բացի left արժեքից ես կարող եմ նրանցից մեկին հաղորդել օրինակ right արժեք, որը կնշանակի, որ լողում է տվյալ էլեմենտը դեպի աջ ուղղությամբ Ահա, որին որ հաղորդել է ես right, տեսնում եք, հիմա գտնվում է աջ հատվածում Այսինքն տվյալ էլեմենտը լողում է իրեն տրամադրված ամբողջ 100% էկրանի հենց այն հատվածը, որտեղ որ նշված է float-ը Նույն հաջողությամբ մենք պատկերելու ենք տվյալ, օրինակ content-ի հատվածում հետևյալ ֆորման եւ աջ կողմի բլոկը Եվս մեկ նրբություն կապված float style-ի հետ Պատկերացրենք տվյալ երկու div-երը գտնվում են մեկ ընդհանուր div-ի մեջ որին տամ class parent ահա մեկ tab-ով հեռացնեմ նրա դուստր էլեմենտները որպեսզի տարբերվեն Եկեք տեսնենք թե բրաուզերում ինչպես է դա երևում եւ ինչպես է թարգմանում բրաուզերը նրանց Եթե ուշադրություն դարձնեք հիմա parent-ի վրա պահելուց տեսնում ենք բարձրությունը տվյալ parent class-ով էլեմենտի ընդամենը 0 պիքսել է Այնինչ մենք խոսում ենք այն մասին, որ երբ որ մի էլեմենտ պարունակում է որպես դուստր էլեմենտ մեկ այլ էլեմենտ, ապա դուստր էլեմենտից ժառանգում է նրա բարձրությունը։ Տվյալ դեպքում դա չի կատարվում։ Այսինքն, երբ որ մենք ունենք էլեմենտ, որը բլոկ տիպի է եւ
float style չունի, իսկ նրա միջի էլեմենտները պարունակում են float style, տվյալ էլեմենտը parent class-ով չի ժառանգում նրանց տրամադրած բարձրությունը։ Մեզ տվյալ template-ում հարկավոր է լինելու, որպեսզի header պայմանական անվանումով տվյալ հատվածը ժառանգի իր պարունակությունների բարձրությունը, որի հաշվին էլ ինքը հնարավորություն կտա, որպեսզի template-ի մնացած հատվածը content-ը սկսվի հենց նրա վերջավորությունից։ Նույն հաջողությամբ content-ը պետք է ժառանգի իր մեջի պարունակած էլեմենտների բարձրությունը, որի հաշվին էլ footer-ը կսկսվի նրա վերջավորությունից, ահա, տեսնում եք։ Դրա համար օգտագործում է CSS-ում clear style-ը, որը իր անվան համապատասխան ուղղակի մաքրում է տվյալ լողացող տարածքները։ Եթե ես index-ում տեղադրեմ նոր div, նրան տամ class clear, այսպես, և CSS-ում տվյալ div-ին հաղորդեմ style clear, ու որպես արժեք bot, տեսականորեն արդյունքը կմնա նույնը, բայց եթե նայենք inspect էլեմենտի միջոցով, կտեսնեմ, որ parent class-ով նրանց հայրական էլեմենտը ժառանգել է իր մեջի պարունակությունների բարձրությունը։ Clear style-ին տրված bot արժեքը ուղղակի հաղորդում է browser-ին, որ պետք է իրենից վերև լողացող պարունակություններ մաքրել և նրանց բարձրության համապատասխան բարձրություն հաղորդել իրենց հայրական էլեմենտին։ Բացի bot արժեքից, clear-ը նաև կարող է ընդունել left արժեք, տվյալ դեպքում, որպեսզի ավելի ակներևը լինի արդյունքը, ես ցույց տամ հենց էլեմենտներից որևիցե մեկի վրա, այստեղից ջնջեմ div-ը և օրինակ second class ունեցող էլեմենտին հաղորդեմ clear left։ Ահա եւ օրինակի վրա տեսանք float-ի եւ clear-ի ազդեցությունները HTML tag-երի վրա։ Հիմա արդեն նույն բանը կփորձենք կատարել մեր template-ը հավաքելու համար։ Եվս մեկ անգամ ուշադրություն դարձնենք այն հատվածներին, որոնք մենք պետք է առանձնացնենք header, content, footer։ Այժմ եկենք պատկերենք տվյալ էլեմենտները HTML-ի մեջ համապատասխանաբար անվանումներով header, ահա մեր առաջի div-ը, երկրորդը, եկեք content անվանենք և երրորդ div-ը footer։ Այս երեք պարունակությունների մեջ հավաքվելու են մնացած պատկերվող հատվածները։ Header-ի մեջ մենք ունենալու ենք logo, language bar և menu։ Մինչև վերջիններից առանձին տեղադրելը, եկեք տեսնենք browser-ում ինչ արդյունք ենք ստացել տվյալ 3 էլեմենտներով, փորձենք նրանց որոշակի style հաղորդել և տեսնենք, թե իրոք ճիշտ ենք առաջնորդվում։ Պայմանական կարող ենք CSS-ում վերջիններից տանք երկարություն, բարձրություն, ինչ-որ գույն, որպեսզի ավելի ակներև լինի, 1000 պիքսել, height 200 պիքսել, background օղրագույն։ Նույն ձևով content-ին հաղորդենք այլգույն, green և footer-ին հաղորդենք style գույնը, որպեսզի շատ գույնային գամաները չխառնենք, պատկերենք նույնպես մոխրագույն։ Տեսնենք արդյունքը browser-ում, ահա։ Եթե նայենք մեր template-ին, տեսնենք, որ հետևյալ հատվածը ամբողջ կայքի պարունակությունը գտնվում է միշտ էկրանի մեջտեղի հատվածում։
Եվ մեր մոտ նույնպես այն պետք է պատկերվի հենց մեջտեղում, դրա համար մենք օգտագործելու ենք margin style-ը, բայց հարց է առաջանում, թե կոնկրետ որ էլեմենտին ենք հաղորդելու։ Մենք կարող ենք 3-ին էլ միաժամանակ հաղորդել հետևյալ style-ը, margin 0 pixel auto, որի մեջ auto արժեքը հաղորդում է էլեմենտին, որ այն հորիզոնական առանցքով պետք է գտնվի մեջտեղում, այսինքն բրաուզերը ավտոմատ հաշվարկ է կատարում աջ եւ ձախ բաց թողնված հատվածների միջև եւ հավասարացնում է։ Տվյալ 3 էլեմենտները կանգնում են արդեն էկրանի միշտ մեջտեղում, նույնիսկ եթե ես փոքրացնեմ էլ բրաուզերը, այն տեղաշարժվելու է իր չափսերին համապատասխան։ Սրանից բացի ես կարող եմ նաեւ կատարել հետևյալ գրառումը, օրինակ պատրաստեմ նոր div, անվանելով այն page, որի մեջ ներառեմ հետևյալ 3 պարունակությունները։ Քանի որ եւ page-ը եւ մնացած իր դուստր էլեմենտները բլոկ տիպի էլեմենտներ են, page-ը համապատասխանաբար կժառանգի նրանց հաղորդած բարձրությունը։ Եվ այստեղ արդեն կարող եմ ես անհատական header-ին, content-ին եւ footer-ին չհաղորդել margin 0 pixel auto, այլ հենց նրանց հայրական էլեմենտին page-ին հաղորդել ուղղակի margin 0 pixel auto։ Բացի այդ, ես կարող եմ հենց page-ին հաղորդել 1000 pixel երկարություն, իսկ header-ին, content-ին եւ footer-ին ուղղակի հաղորդել 100%, որը կնշանակի նրանք իրենց երկարությունները ժառանգում են իրենց հայրական էլեմենտից ամբողջ տարածքով 1։ Ահա, պատկերը չփոխվեց, եթե inspect element-ով նայեմ, կտեսնեմ, որ page-ը ժառանգել է նրանց ողջ բարձրությունը 750 պիքսել տվյալ պարագայում, ինչքան որ ես height էի տվել անհատականորեն։ Վերադառնանք մեր template-ին, որպեսզի հստակ իմանանք header էլեմենտի բարձրությունը, մենք կարող ենք նույնիսկ Photoshop-ի միջոցով իմանալ, ահա, տեսնում եք, մեր պատկերում այսքան է, գումարած շողքը, դա կարող ենք մոտավորապես ինչ-որ չափ սահմանել, հետո ընթացքում եթե հարկավոր լինի, մենք այն ավելի կմեծացնենք։ Եթե նայենք այս սանդղակներին, կտեսնեմ մոտավորապես 220 պիքսել չափը։ Եկեք ուղենք այն նույնպես մեր CSS-ում, header-ին տրամադրենք 220 պիքսել, կարող ենք արդեն background-ը վերացնել, իսկ քանի որ template-ում body համար մենք առանձին ֆայլ էինք կտրել նախորդ դասից, եկեք այդ ֆայլը տեղադրենք հենց body-ին որպես background image։ Տեղադրելու համար ես գրելու եմ background URL images, ահա, images folder-ը եթե բացենք, տեսնենք bg.png, տեղադրեմ տվյալ ֆայլը, այն պետք է ունենա repeat արժեք, որպեսզի տարածվի եւ հորիզոնական եւ ուղղահայաց առանցքով, փորձենք տեսնել արդյունքը, ահա, մեր ֆոնային պատկերը պատրաստ է body-ին հաղորդված, բացի այդ, քանի որ body-ն ուներ default margin Google Chrome-ում, եկեք այդ տարածքը նույնպես վերացնենք, հաղորդելով եւ margin եւ padding 0 pixel։ Ահա, անցնենք մնացած գործողություններին։ Header-ի մեջ, եթե նայենք, նկարում մենք տեսնում ենք logo եւ language bar, ու ներքևում նոր միայն մենյու։ Ես կարող եմ պատրաստել մեկ div element, որը կպարունակի իր մեջ եւ logo-ն եւ language bar-ը։ Պատրաստեմ այդ ամենը, ահա, header-ի մեջ ներառեմ div, հաղորդեմ նրան class logo եւ div, որի մեջ ներառեմ language class-ով։ Նախ, եթե ուշադրություն դարձրել եք կայքերում սովորաբար logo-ն լինում է clickable, այսինքն հնարավորություն է լինում logo-ի վրա սխմելով հայտնվել կայքի home page-ում,
հիմնական edge-ում, դրա համար մենք նույնպես կօգտվենք այդ տարբերակից եւ ոչ թե կտեղադրենք logo-ն div tag-ի մեջ, այլ a tag-ի մեջ, որն էլ կունենա հղում։ Պայմանականորեն ref-ի մեջ տանք հետեւյալ արժեքը։ Իսկ արդեն որպես logo կարող ենք տեղադրել հենց logo-ի համար մեր կտրած նկարը, անպայման նշելով նրա պարտադիր ատրիբուտները։ Նայենք folder-ի մեջ logo.png տեղադրենք images logo.png Ահա։ Տեսնենք արդյունքը։ Եթե ուշադրություն դարձրեցիք մեր տեղադրած image-ը գտնվում է իր հայրական header կլաս ունեցող էլեմենտի ամենաձախ վերևի հատվածում, այդպես էլ իհարկե պետք է լիներ, քանի որ էլեմենտը սկսում է ամենաձախ վերևի հատվածից իրեն հատկացված, իսկ language-ի պարունակությունը դատարկ է, որովհետև մենք ոչինչ չենք ներառել նրա մեջ։ Եկեք նախ էլեմենտին i-ին, որին տրամադրեցինք logo անունով class, հաղորդենք հետևյալ style-ը display, որի միջոցով մենք հնարավորություն ունենք տվյալ էլեմենտի տիպը փոխելու, այսինքն քանի որ an համարվում է ընդհանրապես inline էլեմենտ, մեզ հարկավոր է տվյալ դեպքում ունենալ block տիպի էլեմենտ եւ տեղաշարժել նրան մեջտեղ։ Որպեսզի մենք տվյալ logo-ն տեղափոխենք մեջտեղ, եկեք նախ նայենք տվյալ նկարի չափսերը։ 565 պիքսելը 159 պիքսելի վրա։ Երկարությունը 565 պիքսել։ Որպեսզի 1000 պիքսելի սահմանում իր հայրական էլեմենտի մենք տեղափոխենք նրան կենտրոն, մեզ հարկավոր կլինի ուղղակի նրան ձախ կողմից տեղափոխել ինչ-որ չափականակով։ Իսկ տվյալ չափականակը հաշվելու համար ուղղակի 1000 պիքսելից պետք է հանենք 565 պիքսել, այսինքն 435 պիքսել բաժանենք 2 հատվածի։ Մոտավորապես իհարկե պատկերը ստանալու համար մենք կարող ենք տեղադրել 216 պիքսել margin, տվյալ i-ին։ Ահա, margin left 216 պիքսել։ An չպետք է մոռանալ, որ համարվում է inline block, այդ իսկ պատճառով margin 0 pixel avton ես նրա վրա չեմ կարող օգտագործել, margin 0 pixel avton մենք օգտագործում ենք միայն block տիպի էլեմենտների վրա։ Ահա, եւ մնաց մեր language bar-ը։ Language bar-ի մեջ պարունակվում է 4 լեզուները, տեսնում եք։ Ես նույն բանը ներառեմ նրա մեջ, քանի որ այդ լեզուների վրա սխմելով սայթում պետք է համապատասխանաբար փոփոխության ենթարկվի կայքի լեզուն, նրանց նույնպես ներառեմ a էլեմենտի մեջ։ Ահա, n համապատասխանաբար ինչպես template-ում էր ֆրանսերեն, ներառենք ռուսերեն եւ հայերեն։ Իհարկե վերջիններից փոխարեն դուք կարող եք ներառել նաեւ այնպես ինչպես template-ում է հայերեն եւ ռուսերեն։ Ես դեռևս դա չարեցի։ Տեսնենք արդյունքը որտեղ է գտնվում տվյալ լեզուները, ահա։ Վերջիններից պետք է տեղափոխել աճ անկյունը եւ տալ համապատասխան style։ Դրա համար ես կօգտագործեմ հետեւյալ style-ները, նախ language div-ին կտրամադրեմ շատ փոքր երկարություն, ահա, մոտավորապես որպեսզի իր մեջ ներառի ընդամենը այս երկու տառերը։ Անցնենք CSS-ին, language, width 40 պիքսել եւ բացի այդ նրան տամ մեր արդեն ծանոթ float left style-ը, ավելի կոնկրետ right style-ը, որպեսզի տեղափոխվենք դեպի աճ անկյունը։ Տեսնենք, թե ինչ է ստացվում, ահա, տեղափոխությունը կատարվեց, միայն թե մնում է, որպեսզի լեզուները իրար տակ գտնվեն, դրա համար պետք է օգտվենք display անվանումով style-ից, քանի որ ասացի a էլեմենտները մեր մոտ inline տիպի էլեմենտներ են եւ մեկը մյուսին
թույլ տալիս է գտնվել իր կողքին, ես կփոխեմ նրանց տիպը հետևյալ տարբերակով։ Գրեմ language պրաբել a, այսինքն language class-ով div-ի մեջի a-երը համարել որպես block տիպի էլեմենտներ։ Բացի այդ, այստեղ նրանք ունեն գույն, վերցնեմ ես այդ գույնը color-ի միջոցով Photoshop-ի, ահա, copy, հաղորդեմ վերջիններից և իհարկե ֆոնտի չափը նաև վերցնեմ 20 պիքսել։ Իհարկե ֆոնտերի մասին մենք ավելի մանրամասն հետագա դասընթացների ընթացքում ենք խոսալու։ Գույնը հաղորդելուց հետո ես կտեսնեմ հետևյալ պատկերը։ Իհարկե ֆոնտերի փոփոխությունների մասին և չափսերի մասին ավելի մանրամասն հետագա դասի ընթացքում խոսանք մենք ու կատարենք հետևյալ template-ի վրա փոփոխություններ, մեզ պետք է դեռևս տեղավորել template-ի առանձին բլոկները համապատասխան իրենց վայրերում։ Մնաց մեզ պատրաստել հետևյալ մենյուն, որի համար կարող ենք նախ ներառել նոր div, header class ունեցող div-ի մեջ, class հաղորդել menu անվանումով և նրա մեջ նույնպես որպես պարունակություն տեղադրել մի քանի մենյու։ Ես վերցնեմ ամբողջ տեքստային պարունակությունը այստեղից home և համապատասխանաբար մնացած մենյուները նույնպես։ Եվ վերջի մենյուն, ահա, քանի որ այրը մեր մոտ inline էլեմենտներ են, նրանք համապատասխանաբար պատկերվեցին իրար կողք կողքի, մեր template-ի մեջ div ուներ background և իհարկե նրա մեջի մենյուները գտնվում էին իր անկյունագծից որոշակի հեռավորության վրա, ահա այսպիսի հեռավորության վրա, եթե տեսնում եք։ Ես կարող եմ նույնիսկ չափել այս հեռավորությունը, սակայն չափսերի և ավելի շտկումների մասին, քանի որ ընդհանուր ենք անդրադառնալու, կթողնեմ ամենավերջում դա։ Ուղղակի կհաղորդեմ մենյուին background color, նշեմ էլի Photoshop-ից նրա գույնը, ահա, copy, և տամ որոշակի padding 10 պիքսելի չափով, մենյուի մեջի այերին հաղորդեմ իմյանց հեռավորություն, արդեն մեզ ծանոթ margin-ի միջոցով և փոփոխեմ նաև նրանց գույնը, վերցնեմ նույնպես Photoshop-ից, մենյուների տակ մնաց գիծ, դա արդեն մեզ ծանոթ է ինչպես վերացնել, text decoration, հաղորդելով non արժեքը, ահա։ Վերևի մենյուում մնաց մեզ շտկելու միայն ֆոնտի չափսերը, հենց ֆոնտը, թե ինչ ֆոնտի տիպով պետք է լինի և իհարկե նրանց դասավորվածությունը, քանի որ template-ում բոլոր մենյուները արդյունքում գտնվում են կենտրոնում։ Տվյալ դեպքում կենտրոն նրանց բերելը այնքան էլ մեծ դժվարություն իրենց չի ներկայացնի, inline բլոկների մասին խոսելուց ես չեմ նշել մի կարևոր հատկություն, որը ունեն տվյալ տիպի էլեմենտները, ես օրինակ այերին իհարկե թողել եմ այն տիպի էլեմենտ, որպես ինչպես որ իրանք իրականում կային, այսինքն inline, ես կարող եմ հաղորդել այերին inline block տիպ
Եվ մենյուին հաղորդել հետևյալ style-ը text align center, որի միջոցով ես հնարավորություն կստանամ իմ մենյուները տեսնել ինձ կենտրոնական հատվածում։ Տեսնում եք, Header-ի հետ կապված կառուցողական աշխատանքը կատարեցինք, իսկ որոշակի շտկումներ կատարենք հետագա դասերի ընթացքում։ Անցնենք մյուս մեր գլխավոր էլեմենտին, content-ին, որի մեջ ունենալու ենք հետևյալ պարունակությունը, ես նշում եմ Photoshop-ի ֆայլի մեջ։ Այն, ինչպես որ պայմանավորվել էինք, բաժանված է լինելու երկու հատվածից, տեսնում եք, bar եւ main content, փորձենք այդ նույնը պատկերել HTML-ում։ Համապատասխանաբար անունները կլասների տանք bar եւ մյուս էլեմենտի անվանումը կլասի main content։ Եկեք CSS-ի միջոցով նրանց բարձրություն եւ ժամանակավոր գույն հաղորդենք, որպեսզի տեսնենք արդյոք ճիշտ է մեր չափագրումները։ Content-ի միջի bar անունով էլեմենտին, կլասով էլեմենտին հաղորդենք հետևյալ չափը, որպես width երկարություն։ Դա անելու համար տեսնում եք, արդեն գիծը ես տեղադրել եմ 400 պիքսելի վրա սանդղակը ցույց է տալիս, իսկ սկիզբը սկսում է 150 պիքսելից, իհարկե չհաշված այս տարածությունը, որով մենք կարող ենք թողել որպես ներքին շարժ ձախ կողմից, կարող ենք հաշվել 400 հանած 150 պիքսել, այսինքն width հաղորդենք 250 պիքսել։ Ժամանակավոր տանք բարձրություն նրան տեսնելու համար եւ գույն նույն ձևով main content-ին։ Եթե content-ը 1000 պիքսել է պարունակում, հանենք 250 պիքսելը եւ մնացածը տանք main content-ին արդեն որպես երկարություն, այսինքն 750 պիքսել, նույնպես ժամանակավորապես բարձրություն թողնենք եւ գույն տարբերվող, տեսնենք բրաուզերում ինչ արդյունք ենք ստացել։ Հաղորդելուց հետո կտեսնենք, որ էլեմենտները կանաչ եւ տեսնում եք մոխրագույն գտնվում են իրար տակ։ Դա շտկելու համար օգտագործենք հենց float, որի մասին խոսացինք փոքր ինչ առաջ, երկու էլեմենտներին էլ հաղորդենք float left։ Տեսնենք, որ երկու էլեմենտները հայտնվեցին իրար կողքի։ Տեսնում եք։ Սակայն նկատենք, որ content-ը նրանց հայրական էլեմենտը չի ստացել, նրանց հաշվին բարձրություն, այդ խնդիրն լուծելու համար օգտագործենք հենց clear style-ը, այսինքն ամենաներքևում պատրաստենք նոր div, անվանենք այն clear class-ով եւ ֆայլի ամենաներքևում գրենք clear, քանի որ տվյալ class-ը շատ ենք օգտագործելու, մնացած տեղերում նույնպես։ Որպես արժեք հաղորդենք bot, այսինքն մաքրել իրենից վերև գտնվող բոլոր լողացող տարածքները։ Եթե բրաուզերում նայենք, հիմա content-ը արդեն ստացավ բարձրություն, իսկ ներքևի հատվածում գույնը ուղղակի նույնն էինք դրել footer-ին, ժամանակավոր, փոխեմ այն դարձնեմ կարմիր։ Ահա եւ ձեր կարմիր գույնը։ Սա մեր content-ն է, իսկ footer-ում մեզ պակասող հատվածը մնում էր հետևյալ տեքստը, վերցնենք այս տեքստը, միանգամից տեղադրենք footer-ում, քանի որ տեքստը բաղկացած է երկու տողից, սպիտակ գույնով, մենք հենց տվյալ տեքստը կտեղադրենք footer-ում p tag-ի միջոցով, սա առաջի տեքստը և երկրորդ pen, footer-ի միջի p-երին կհաղորդենք style text align center, տեսնենք արդյունքը,
Վերացնենք footer-ի ժամանակավոր տված բարձրությունն ու գույնը, վերջիններս մեզ այլևս պետք չեն։ Պետք է չմոռանանք նաև, որ P էլեմենտը որպես default ունի margin արժեք։ Եկեք դա նույնպես փոքրացնենք ավելի։ 5 պիքսել, իսկ աջ և ձախ կողմերից 0։ Ահա։ Գույնը իհարկե պետք է դարձնենք սպիտակ, ինչպես որ Photoshop-ում էր։ Պակասող հատվածները, որ մեզ մնաց ավելացնել, հետևյալ շողքերն են, եթե ուշադրություն դարձրեցիք, որը կար և մենյուի տակ, և footer-ից առաջ, և արդեն content-ի մեջ, երբ որ անդրադառնանք առանձին կտորներին։ Եկեք այս շողքերը միանգամից տեղադրենք, նախ վերևի մենյուի տակ, վերևի մենյուին մենք տվել էինք background color։ Մենք կարող ենք միաժամանակ այդ մենյուի տակ ուղղակի տեղադրել նոր div, նոր էլեմենտ, ահա, div class shadow, քանի որ երկու տիպի շողք ունեինք, մենք տվյալ դեպքում օգտագործելու ենք վերևի հատվածում մեծ շողքը, դրա համար կտանք կլասի անվանումը shadow max։ Եկեք մեզ արդեն ծանոթ background image-ի միջոցով տեղադրենք որպես ֆոնային նկար շողքը shadow max։ Նախ folder image-ից նայենք շողքի երկարությունը, ահա 757:29, հաղորդենք այդքան չափսեր։ Background URL, տվյալ ֆայլի ամբողջ ուղղությունը, և արժեք no repeat, որպեսզի այդ տվյալ նկարը չկրկնվի։ Կարող ենք միանգամից նաև background-ի position-ը նշել, որպեսզի նկարը գտնվի միշտ մեջտեղում, հետևյալ տարբերակով center, կամ նույն հաջողությամբ կարող ենք օգտագործել նաև 50% գրառումը, որը որ օրինակի վրա մենք հենց նշել էինք, և տեսնենք արդյունքը։ Տեսանք, որ շողքը հայտնվել է, բայց իհարկե չի գտնվում այն մեջտեղում։ Ինչու, որովհետև ես նշել եմ, որ div էլեմենտ ընդամենը ունի width 757 պիքսել, և միաժամանակ նրան հաղորդում եմ 50% background position, այդ իսկ պատճառով նկարը արդեն իսկ գրավել է նրա ամբողջ երկարությունը։ Որպեսզի նա իրականում հենց պատկերվի մեջտեղի հատվածում, ես պետք է մեծացնեմ մեր div-ը, shadow max-ը, ոչ թե 757 պիքսել, այլ ուղղակի նշեմ 100%, որպեսզի նա ժառանգի իր հայրական էլեմենտի երկարությունը։ Այ հիմա նոր նկարը հայտնվեց նրա կենտրոնական հատվածում, ինչպես որ տրված էր CSS-ի մեջ։ Footer-ում այդ նույն բանը պատկերելու համար ես footer-ի մեջ ներառեմ նոր div, քանի որ մեր template-ում նույնպես օգտագործում եմ մեծ շողքը, նույնպես տամ հետևյալ կլասը shadow max։ Ստուգեմ արդյունքը, ահա։ Որոշակի հեռավորություն կարող եմ հաղորդել footer-ին content-ից, կամ հակառակը content-ին դեպի ներքև հեռավորություն footer-ից, տարբերություն այս բaragայում չկա իհարկե, content-ին հաղորդեմ margin bottom 10 պիքսելի չափով, ահա։ Եվ իհարկե կարող եմ որոշակի հեռավորություն էլ հաղորդել header-ին content-ից, margin bottom 10 պիքսել։ Ահա և պատրաստ է մեր header-ը, footer-ը, և արդեն մյուս դասին մենք կանդրադառնանք content-ի պարունակությանը։
որպես նոր style-ներ մենք իմացանք, թե ինչ բան է float-ը, ինչ բան է clear style-ը, օգտվեցինք նրանցից, որպեսզի կարողանանք պատկերել HTML-ում մեր Photoshop-ի պարունակությունը։